Իրանն ինտենսիվորեն միջանցք է կառուցում Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար, որպեսզի օգնի Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդիրները կվերանան նրանց միջև քաղաքական եւ առևտրային հարաբերությունների կարգավորմամբ, հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ Հայտարարել է Իրանի նախագահը ադրբեջանական ASTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։ Տարածքային խնդիրներից մեկն օգնում է լուծել Թեհրանը, ճանապարհ կառուցելով դեպի Նախիջևան, նշել է նա։ Ինչ վերաբերում է Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Փեզեշքյանը վստահ է, որ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ մենք դուրս են գալիս մեր իրավունքների սահմաններից։ Ըստ այդմ, կարևոր է երկու պետությունների իրավունքների, շահերի եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքից։ Նշվում է, որ կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։ Լավրովը եւ Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Նրանք նաեւ նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը։ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։ Թուրքիան պատրաստ է իր տարածքում հյուրընկալել Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպումը կողմերի համաձայնությամբ։ ՌԻԱ Նովոստին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ակնարկել էր, որ Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար կկայանա մայիսի 13-ից 16-ը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ երկրների ղեկավարների հանդիպումը պետք է արդյունավետ լինի, եւ այդ առումով նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման կոնկրետ ամսաթվերը համաձայնեցված չեն, ինչպես նաեւ հնարավոր բանակցությունների վայրը։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական շրջանների վրա որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական ավիացիոն տիպի 115 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Telegram ալիքը։ Գերատեսչության տվյալներով Ուկրաինայի զինված ուժերը օդից հարձակվել են Ռուսաստանի վրա ապրիլի 27-ին Մոսկվայի ժամանակով 20:50-ից մինչև ապրիլի 28-ի ժամը 4:35-ը։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել են Բրյանսկի շրջանում 102։ Եվս 9 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել Ղրիմի տարածքում, եվս 2-ը Բելգորի շրջանում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վաղվա այցն արհեստացին Ադրբեջան գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք ըստ էության բազմաթիվ կետերում անլուծելի են։ Բաքվի բարբարոսական վարչախումբը սակայն փորձելու է այցը լիուլի օգտագործել նաև հակահայկական նպատակներով։ Ըստ այդմ պետք է նկատի ունենալ, որ Իրանի դիրքորոշումներում որևէ դեպքում չի կարող լինել փոփոխություն կամ մեղմացում, այսպես կոչված թուրանական միջանցքի, որովհետև դա ուղղակիորեն հակասում է Թեհրանի կենսական շահերին։ Իրանը որևէ այլ հակահայկական հարցով չի կարող պայմանավորվել Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, քանի որ դա նույնպես չի բխում Թեհրանի շահերից։ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ դրված կեղծ թեզը, թե իբր հայկական կողմից թուրանական միջանցքի չտրամադրման դեպքում Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով։ Զուտ ճնշման պրիմիտիվ գործիք է Հայաստանի վրա, քանի որ այդ հաղորդակցությունը ԽՍՀՄ փլուզումից ի վեր եղել է հենց Իրանի տարածքով։ Բնականաբար, իրանական լիակատար վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակումների ներքո։